Երեկ Նիկոլ Փաշինյանը մարդ, որ կործանել է Արցախը, ներկայացնում էր այսպես կոչված 4-րդ հանրապետության իր տեսլականը, որը մեծ հաշվով 3-րդ հանրապետության կամ առհասարակ Հայաստանի հանրապետության կազմաքանդման ծրագիրն է։ Եվ մեծ հաշվով ես ունեի զգացողություն, որ եթե ներկայացնողն այստեղ չունենար Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը, այլ Ադրբեջանի կողմից նշանակված Ոմն Փաշաև, մեծ տարբերություն չէր լինի այն բովանդակության հետ, որ հնչեցվել է այս ամբիոնից։ Եվ իսկապես այն բոլոր շերտերը, որ հայ մարդուն, հայկական ինքնությունը պահում է, դրա բոլորի վրա գրող կա։ Գրող կա մեր պատմության նկատմամբ։ Ու ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչպես է մարդը, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավարի եւ մեր հակառակորդ երկրի ղեկավարի հայացքը, նույնիսկ մեր պատմության նկատմամբ այդքան նույնական, որովհետեւ անհնար է որ նույնական լինեն, կոնֆլիկտ ունեցած երկրներ ենք։ Անհնար էր այդքան նույնական լիներ, բայց նույնականա հայացքը Արցախի շարժման հետ կապված, պատերազմի, հաղթանակի։ Նույնը նաեւ սահմանադրության մասով։ Ես այսօր լսեցի, որ ոմանք քննարկում են իմ այն հայտարարությունը, որ ես անվանում եմ Ալիևյան սահմանադրություն։ Բա ուրիշ ո՞նց կարելի է այդ սահմանադրությունը անվանել։ Դուք սահմանադրության մասին փոփոխությունների մասին խոսել եք 20 թվականի, 21 թվականի, 22 թվականին, այդ ամբողջ ընթացքում որևէ հայտարարություն եղել է այն մասին, որ անկախության հռչակագիրը պետք է հանվի սահմանադրությունից։ Իհարկե չի եղել։ Որ պայն Ալիևն ասել է, սա է նախապայմանը, պետք է գնաք անեք, որից հետո հնարավոր է դեռ պայմանագիրը ստորագրի, Նիկոլ Փաշինյանը գնում է հանրային ռադիո, ասում է անկախության հռչակագիրը կարմիր այսպես շոր է, որը կատաղացնում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եվ երբ որ ասում եք դուք Ալիևի պարտադրանքով եք այսօր շնչում, արտաշնչում ապրում եւ մեր ժողովրդին էլ հրամցնում իրականությունը, դա է, այդպես է։ Եկեղեցու մասով այն ինչ գրված է կառավարության ծրագրի մեջ, հակասահմանադրական է։ Ես դեռ հարցի բարոյական կողմը չեմ քննարկում։ Հակասահմանադրական է, որովհետեւ կառավարությունը որևէ առնչություն չի կարող ունենալ եկեղեցու ներքին գործերին, չի կարող ու վերջ։ Իսկ այն ամեն ինչ որ Ռուբեն Ռուբինյանը այստեղից պատմում էր եւ մնացածներն էլ տարբեր իրենց ելույթներում հնչեցնում են, ուզում եմ մի հատ պարզ հարց տալ։ Այդ բոլորը որ պահից եք սկսել հասկանալ։ Երբ որ կաթողիկոսի հետ սելֆիներ եք անում, երբ որ մայր տաճարի բացմանը, վերաբացման կամ օծման արարողությանն եք մասնակցում, այդ ժամանակ չգիտեիք, թե երբ որ հրամանը եղել է Ադրբեջանից, այդ նույն պահից սկսեցիք այդ ամեն ինչով զբաղվել։ Նույնը նաեւ Տիգրանաշենի մասով։ Երեկվանից իմ գործընկերները փորձում են հասկանալ, այդ ինչ իրավական հիմք եք հանկարծ հայտնաբերել, որի հիմքով Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Տիգրանաշենը այլևս դարձել է քյարքի եւ պետք է հետեւաբար հանձնվի։ Ընդ որում ես ուղղակի դեմ եմ այն նկատառմանը, այդ թվում նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից հնչեցված, որ մեղավոր են տիգրանաշենցիները, որ Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունն անում է ոչ։ Սա միայն Տիգրանաշենում բնակվող անձանց խնդիր չի։ Տիգրանաշենը ռազմավարական նշանակության հատված է, մեզ համար ռազմավարական նշանակության եւ ուղղակի հանձնումը բերելու է Հայաստանի Հանրապետության ավելի շրջափակմանը։ Եվ այստեղ իհարկե ես շատ ավելի կուզենայի բանակում տիրող բարքերի մասին խոսել։ Երեք հերթական մահն է արձանագրվել բանակում, բայց այս մարդիկ փոխանակ իրական խնդիրներով զբաղվեն, իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն իմ գործընկեր Լևոն Քոչարյանի կողմից հնչեցված հարցից հետո բարկացել է, Նաջարյանը բարկացել է եւ հրահանգ է իջացրել, որ գնացեք, պետք է բոլորը նստեն։ Եվ այդ հրահանգը շատ ուղիղ է հնչում, այնպես չէ, որ սենց ձևականություններ են ուզում անեն, ձևը ուզում են պահեն, չէ, ուղիղ հնչեցվում է հրահանգ, որ պետք է գնալ այս մարդկանց տուն, մտնել իրենց տները, կալանավորել, ձերբակալել։ Եվ ինչն է ամենամեծ ողբերգությունը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնում, Ալիևի եւ մյուսների առաջ այսպես վիզը ծուռ կանգնում է, բայց գալիս է այս ամբիոնին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այո, հարություն աստիճան տարբերվող քաղաքական գործիչների նկատմամբ նման ատելություն է քարոզում եւ նման հրահանգներ է իջեցնում։ Այո, սիրելի հայրենակիցներ, մինչ մենք խոսում ենք, ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահան, նրա որդին եւ նաեւ
հիմա գործողություններ են, քննչական գործողություն, ինչից այդպես զարմացաք։ Ես փաստի արձանագրում եմ անում, ինչն էր այդքան հուզական այդքանի մեջ։ Մի հուզվեք։ Տիկին Գրիգորյան, մի վիճեք Դալիչի հետ, չենք զարմացել։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, այս կալանավորումը մի ընդհատեք, հա։ Այս կալանավորումը դեռ ձերբակալում է, բայց ոնց հասկանում եմ արդեն SMS-ը գրած կլինեք, հավանաբար նաև կալանավորումներ կլինեն։ Գրիկ, ես որն եմ հերթի մեջ, գիտեք կարծում եք դա ինձ համար խնդիր է։ Մեր ցուցակում 96-րդն էիք ոնց որ։ Այսօր Ռուբեն Ռուբինյանը ասում է մի ընդհատեք։ Ասում է ես արդարության ծարավ ունեմ, ես էլ արդարության ծարավ ունեմ։ Հայ ժողովուրդը արդարության ծարավ ունի եռաբլուրի համար, Արցախի կործանման համար, հայկական պետականության բովանդակության կործանման համար ու վաղ թե ուշ, կարա վաղը չլինի, կարա մի ամսից ու մի տարուց չլինի, հայ ժողովուրդը ծարավը ստանալու է, ես էլ եմ այդ ծարավը ստանալու։ Բայց այդ արդարության ծարավի մասով ասում է նաև, չէ, Երանի արդարության համար հալածվողներին, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Մենք չենք էլ վախենում արդարության համար հալածվելուց։ Չենք վախենում, որտեղ գիտենք հանուն ինչի կարող ենք հալածվել։ Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն բովանդակությամբ, հայկական բովանդակության հանրապետության։ Եվ ես որևէ վարքյան եւ մեր քաղաքական թիմը չի վարանելու այդ հալածանքներից, ետ չի կանգնելու։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք դա իմանաք։ Սիրելի հայրենակիցներ, իսկապես սա միայն երկրորդ նախագահի ձերբակալման կամ նրա հետ ընտանիքի հետ առնչվող հարց չէ, որովհետև նախագահ Քոչարյանը մեծ հաշվով 18 թվականից կարող էր չգալ Հայաստանի Հանրապետություն, որովհետև շատ լավ պատկերացնում էր, թե ինչպիսին կարող են լինել հետևանքները, որ նա կարող էր ձերբակալվել եւ փաստացի ձերբակալվեց եւ հակասահմանադրական հոդվածով բավականին երկար ժամանակ բանտարկված էր։ Կարող էր նաեւ դրանից հետո, երբ դուրս էր եկել, այլևս քաղաքականության մեջ չլիներ, բայց եւ նաեւ հիմա, բայց սա անձնական հարց չի, իսկապես սեղանին դրված է հայկական պետության հարցը եւ ես անհոգնել սրա մասին խոսելու եմ։ Սա ոչ թե 4-րդ հանրապետության թևակողման process է, այլ հայկական պետականության, հայկական բովանդակության պետականության կազմաքանդման process է։ Եվ մենք փորձելու ենք մեր հնարավորությունների սահմաններում, իհարկե փորձելու ենք ամեն ձև խոչընդոտել ու կալանավորումը, հալածանքները որևէ խնդիր չեն առաջացնելու, հաջորդը կարող եք իմ մասով SMS գրել, եւս խնդիր չեմ տեսնում։ Բայց ես նաեւ երբեմն մտածում եմ, հատկապես Քոչարյանների նկատմամբ ատելությունը, երբեմն փորձում եմ հասկանալ, թե ինչով է պայմանավորված։ Եվ ես հասկանում եմ, որ մի քանի պատճառ կա։ Առաջինը հավանաբար, որովհետև նախագահ Քոչարյանը Արցախից է, եւ դուք էլ ինչպես հիմա պարզ է դառնում, առաջ պարզ չէր, ամբողջությամբ արցախատյաց եք։ Ես սա ցավով եմ ասում նաեւ որպես մարդ, որ ժամանակին ձեզ սա տարել եմ։ Ու ես չգիտեմ այդ ատելությունը Արցախի նկատմամբ որ փուլից է գեներացվել։ Դուք ատում եք հավանաբար նաեւ նախագահ Քոչարյանին, որովհետև ձեզ հետ չի պայմանավորվել։ Ինչպես շատերը 18 թվականից հետո ձեզ հետ պայմանավորված դուրս են եկել կամ պայմանավորված հետ չեն եկել։ Եվ նաև այն պատճառը, որ ինքը հաղթած երկրի ղեկավարը։ Երեք դուք այստեղ մի նկատառում եք անում, որ գիտեք, այդ ձեր հաղթած նախագահին ես հաղթել եմ։ Բայց դա ձեր հաղթածի կեցվածք է։ Հաղթած իրականում ընտրություն հաղթած, փաստացի երկրի ղեկավար հաստատված անձը նման վրեժխնդրությամբ է լծվում բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Դա հաղթած մարդու կերպար չի, եւ եթե այդ հաղթածի մասին եք խոսում, դուք 10 ընտրություն էլ հաղթեք, մեզ բոլորիս հաղթեք, միևնույնն է դուք պարտված երկրի ղեկավար եք։ Ձեր օրոք է եղել պարտությունը, ու դուք հավանաբար հենց դա է որ չեք ներում, բայց ուզում եմ ասել, որ առանձին նախագահ Քոչարյանին, Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, մյուսներին, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Մեսրոպ Մանուկյան, Արթուր Խաչատրյան, հարցը չի, մեզ բոլորիս կարող եք մեկուսացնել։ Դուք այդ լծակները ունեք, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Բայց մեզ ձայն է տվել 150,000 քաղաքացի, նույն գաղափարներով, նույն համոզմունքներով։ Ընդդիմությանը հավաքական առումով 550,000-ից ավել ձայն են տվել, ելի այդ նույն մոտորումներով, նույն հայացքով մեր պետականության նկատմամբ։ Հետևաբար դուք չեք կարող 10 հոգու մեկուսացնել, մտածել, որ հարցը լուծված չէ։ Եվ այո, մենք ամեն բան անելու ենք, որպեսզի արդարությունը վերականգնվի
Եվ ուզում եմ, որ երբեմն մի նախադասություն, երբեմն այնպիսի ընկալում կա, որ դուք գալիս եք, երբեմն համոզիչ էլ է պետք է անկեղծ ասեմ, այսպես մեսիականության, այսպես ծիրի մեջ, որ իբր մեսիա եք, որ մեր ժողովրդին առաջնորդում է ինչ-որ լավ տեղ։ Չէ, ուղղակի Ալիևի խմաչիկ, որ իրականացնում է Ալիևի։ Ավարտեք եւ մնացեք կոռեկտության սահմաններում։